Ուրախանում եմ սահնա քշելու համար, տահու քշելու համար, գնդի խաղալու համար, ձնեմարդ պատրաստելու համար, ձմեռային տոների համար։ Երկար սպասված ձյունն է եկել ապարանում։ Մեծ ու փոքր ուրախ են, ինչ նոր տարի առանց ձյուն։ Նոր տարին առանց ձյան հետ հետաքրքիր չի։ Հաճելի է, որ մի քիչ ձյուն լինի, շատ չէ, բայց դե լավ է, էլի որ գալիս է։ Սև ծովից Հայաստանին մոտեցող ակտիվ ցիկլոնն է ձյուն բերել։ Առավոտից ձյուն է գալիս հանրապետության շրջանների մեծ մասում, այն կշարունակվի նաև առաջիկա 2 օրերին։ Դեկտեմբերի 28-ից 3-ը կդադարեն տեղումները, բացի Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերից։ Դեկտեմբերի 27-ին կեսօրից հետո, դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եւ առավոտյան մենք գտնվելու ենք այդ ցիկլոնի ակտիվ գոտում, ինչի արդյունքում հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան ժամերից դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եւ առավոտյան կտեղա ձյուն։ Դեկտեմբերի 28-ից 30-ը Հայաստանում նվազելու է օդի ջերմաստիճանը 5-ից 7 աստիճանով։ Լեռնային առանձին շրջաներում ուժեղ քամի է լինելու։ Դեկտեմբերի 27-ին եւ 28-ին լեռնային առանձին մարզերում սպասվում է քամուշ գնացում 17-ից 20 մետր/վայրկյան արագությամբ, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ժամը 16:30-ի դրությամբ Արարատի, Վայքի, Ապարանի, Սևանի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի եւ Սիսիանի Զանգեր հատվածից դեպի Գորայք թույլ ձյուն է գալիս։ Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ ճանապարհները բաց են, աղ ու ավազով մաքրում են։ Բայց վթարներից խուսափել չի ստացվում։ Գյումրի-Շիրակ-Կամո երթուղին սպասարկող միկրոավտոբուսի 69-ամյա վարորդը Շամշյանի տեղեկությամբ գազելով դուրս է եկել երթևեկելի գոտուց։ Մեքենան դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Վթարի հետևանքով հոսպիտալացվել է 40-ամյա ուղևորը։ Նրան մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գյումրիի բժշկական կենտրոն։ Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։